Ժողովուրդ օրաթերթը գրում է. 2018 թվականից սկսած քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ նրա գործով նախաքննությունն ավարտվել է։ Օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ գործը դատարան կհասնի առաջիկա օրերին։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը հանրության համար անակնկալ կերպով ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ հաստատել։ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցություն։ Իսկ իրականում Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է Սամվել Կարապետյանին եւ միասին տեսակցել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին։ Հովիկ Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար, օրաթերթը գրում է, որ իշխանությունները անհանգստացած են այս հարցով։ Ինձ իհարկե զարմացնում է Նիկոլ Փաշինյանի ֆանտազիան, ես չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանը այն անձն է, որը ինչ-որ հեղաշրջման պրոցեսի մասնակցի, այս մարդը անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, ըստ էության վերջին 1-2 տարիներին հեռացել էր քաղաքականությունից եւ քաղաքական պրոցեսների չի մասնակցում։ Ես կարծում եմ օբյեկտիվ եւ իրական որոշում է կայացվել իր կողմից չմասնակցության, որովհետեւ այս քրեական գործերը ի վերջո, եթե անգամ որոշի մասնակցել քաղաքական պրոցեսների, իրեն ստիպելու են հայտնվել իշխանության ազդեցության ներքո։